Շնորհակալություն, հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի ուսանողներ։ Ես եւ Տիկին Մանավազյանը նախաձեռնել ենք էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հետեւյալ բովանդակությամբ։ Նախ ներկայացնեմ ընթացիկ իրավիճակը։ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգետիկայի շուկայի աստիճանական ազատականացման եւ շուկայի նոր մոդելի անցման գործընթաց։ Նշված բարեփոխումների արդյունքում ներկայումս սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ի առևտուրն իրականացվում է շուկայի մրցակցային հատվածում։ Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը Հայաստանի բոլոր սպառողներին, այդ թվում բնակիչներին հասանելի դարձնելու համար դեռևս ծավալուն բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնց թվին դասում են նաև շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների, հետևաբար նաև վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման ուղղված միջոցների ձեռնարկումը։ Պետք է նշեմ, որ ներկայումս էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության նպատակով լիցենզիա ստացել են շուրջ 22 մատակարարներ, որոնցից սակայն շուկայում փաստացի գործունեություն ծավալում են միայն 6-ը կամ շուտով ես որքանով տեղյակ եմ եւ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահը ինձ հուշում է, կարծես արդեն 10-ն են։ Նշվածից կարելի է հանգել եզրակացության, որ չնայած շուկայի նկատմամբ ունեցած հետաքրքրությանը, լիցենզավորված անձանց գործունեություն ծավալելու մասով դեռ գոյություն ունեն որոշ բարդություններ եւ սահմանափակումներ։ Հարկ է համարել նաեւ, որ այստեղ այս ազատականացված շուկայում ընդհանուր առմամբ այս գործող կազմակերպությունների ծավալներին ծանոթանալով կարելի է եզրակացնել, որ շուկայում առկա է կենտրոնացում եւ տվյալ օրենքի մի մասը միտված է այս կենտրոնացումը ցրելու եւ շուկայում մրցակցային դաշտը կարգավորելու համար։ Տիկնայք եւ պարոնայք, Վաղարշակ Հակոբյան, Ալխաս Ղազարյան եւ այլք։ Լրեք, շարունակեք Տիկին Վարդանյան։ Առաջարկվող կարգավորումները հետևյալն են. էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկում է երկու հիմնական փոփոխություն։ Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արևային եւ հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա 2 տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից եւ մուտք գործել մրցակցային շուկա առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի։ Նշված իրավակարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը եւ վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալները, այդ կերպ խթանելով ազատականացված շուկայի զարգացմանը։ Սա կարգավորման մի մասն է, որը թույլ է տալիս երաշխիքային գնով պայմանագիր ունեցող արտադրողներին դուրս գալ երաշխիքային գնի պայմանագրից, մուտք գործել ազատականացված շուկա, հաշվի առնելով շուկայի պայմանները, եւ այս պայմանը գործում է 2 տարի, այսինքն 2 տարում պետք է մարդիկ որոշում կայացնեն, դուրս գան եւ այլևս բայց իրավունք չունեն վերադառնալ երաշխիքային գնի սպասարկմանը։ Եվ երկրորդը սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայում որակավորված սպառողի կարգավիճակով ինքնուրույն առանց մատակարար ընտրելու հնարավորության առևտուր իրականացնելու պահանջ այն սպառողների համար, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրենց 6-10 կՎտ ու բարձր լարման եւ 1 միլիոն կՎտ գերազանցող էլեկտրական էներգիայի սպառում ունեցած բոլոր հաշվառման կետերում միասին սպառել են 12 միլիոն կՎտ-ից ավել էլեկտրական էներգիա։ Իսկ սա նախագծի այն մասն է, որով խոշոր սպառողներին կարելի է ասել օրենքը նախատեսում է դարձնել որակավորված սպառող եւ անձամբ օգտվել շուկայի առանց միջնորդների եւ առանց մատակարարների ծառայությունից օգտվել ազատականացված շուկայից եւ
հնարավորություն ստանալ այդ թվում ավելի ձեռնտու պայմաններում ձեռք բերել էլեկտրական էներգիան։ Այս երկուսն էին հիմնականում, սիրով կպատասխանեմ հարցերին, շնորհակալություն։